արժե արդյոք մնալ այնպիսի կոլեկտիվում, որտեղ ձեզանից ցանկանում են ազատվել, որովհետև երբեմն մնալը շատ վնասակար կարող է լինել, անգամ եթե դուք կարողանում եք դիմանալ։ Դրա համար շատ կարևոր է, որ դուք ինքներդ հարց տաք ձեզ, ինչ է տալիս ինձ այս թիմում մնալը, ինչ եմ ես այստեղից ստանում, ինչպես է ազդում սա իմ ինքնագնահատականի վրա, այս միջավայրը, մերժողական, արհամարող, անտեսող վերաբերմունքը ինչպես է ազդում իմ անձի վրա, որովհետև երբեմն նման մթնոլորտում աշխատելը հոգնածություն է անձի մոտ բերում եւ ինքնագնահատականը հարվածի տակ է մտնում։ Դրա համար մի պահ պետք է գիտակցեք, տաք ձեզ այս հարցերը, ինչ եմ ես ստանում այս աշխատանքից, ոչ միայն ֆինանսական առումով, այլ նաև էմոցիոնալ, եւ օրինակ ինչ կտա ինձ այս աշխատանքից հեռանալը, արդյոք ես եթե այստեղից դուրս գամ, ինձ կա լավ այլընտրանք։ Կարող եք անգամ ձեզ հարց ուղղել, որ եթե այս պահին ձեզ խորհուրդ տար ձեր ապագայի կայացած տեսակը, հա, այ օրինակ, եթե իմ մասին խոսքը գնա, օրինակ 5 տարի հետո այն Անին, ով կարողացել է հաղթել իր առջև ծառացած այս դժվարությունները եւ շատ ավելի ապահով է իրեն զգում, շատ ավելի ընդունված եւ ինքնավստահ է զգում, ինչ խորհուրդ կտա իմ այսօրվա Անիին, հա, այդ տեսանկյունից կարող եք նաեւ ինքներդ ձեզ հետ խոսել։ Մանօրինակ վերլուծությունները եւ հարցերը կօգնեն, որ դուք առաջնորդվեք ոչ թե վախից ելնելով, այլ իրականում ձեր անձը քննելով եւ ձեր անձը լավ հասկանալով, որովհետեւ երբեմն մենք շարունակում ենք մնալ նմանօրինակ կոլեկտիվում, որտեղ մեզ մերժում են, անտեսում են, սպասում են, թե երբ պետքա վերջապես մենք դրսի կողմից դուռը փակենք, մենք շարունակում ենք մնալ, որովհետեւ մեզ սպասվող ապագան անորոշ է եւ այդ անորոշությունը մեզ համար շատ վախենալու է։ Դրա համար մենք շարունակում ենք մնալ։ Դրա համար, ընկերներ, ես առաջարկում եմ, որ երբ որ մենք նմանօրինակ հարցերի առաջ ենք եւ որոշում պետք է կայացնենք, փորձենք հասկանալ մեր վախերն են մեզ առաջնորդում այս պահին, թե իրականում կան շատ ռացիոնալ հիմնավորումներ, որոնց պատճառով մենք ամեն դեպքում ցանկանում ենք մնալ այս կոլեկտիվում եւ պատրաստ ենք ամեն գնով պայքարել դրա համար։ Շնորհակալություն, որ ինձ լսեցիք, եթե կլինեն աշխատակիցներ, ովքեր նմանօրինակ դժվարություններ ունեն, կասկածներ ունեն, զգացողություն ունեն եւ չգիտեն ինչպես վարվել, կարող եք զանգահարել 095 51 44 54 հեռախոսահամարով եւ մենք միասին կփորձենք հասկանալ, վերլուծել իրավիճակը եւ որոշել, թե որ որոշումը ձեզ համար ավելի կառուցողական, ավելի դրական եւ ավելի ձեզ ծաղկեցնող եւ առաջ տանող կարող է լինել անկման ներքև քաշելու փոխարեն։ Շնորհակալություն։